5 տարի առաջ այսօր մենք ազգովի մի սարսափելի լուր լսեցինք, որը մեր հայրենիքին ու պետությանը կանգնացրեց նոր եւ օրասական վտանգների առաջ։ Արժանապատիվ հայերը, ովքեր ապրում են պարտականության ու հայրենասիրության մեծ զգացումով, չեն կարողանում մոռանալ այն օրը, որը կարծես թե մեր իրականությունը գլխիվայր շուռ տվեց։ Այն մեր հիշողության մեջ վառ է մնացել եւ ամեն անգամ հիշելիս մեր մեջ զայրույթ է առաջանում, որովհետեւ այդ օրը եղավ այն օրը, երբ մենք հաղթանակած ազգից դարձանք պարտված ազգ եւ հաղթական մտածելակերպ կրելուց նորից սկսեցինք կրել պարտողական մտածելակերպ։ Արցախյան ազատագրական պատերազմի հաղթանակից հետո մենք կարծես թե նոր էջ ենք բացել մեր հազարամյա պատմության համար, քանի որ այդ պատերազմը ցույց տվեց աշխարհին ու ողջ հայությանը, որ հայ ազգը ոչ միայն կարող է պայքարելով հաղթել ոսոխին, այլև հակահարձակման գնալով նաև ազատագրել իր պատմական հողերը։ Երկար ժամանակ կարծում էինք, որ մենք մեր պատմության խայտառակ պարտությունների էջը փակել ենք, բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ին կատարված դավաճանությունը մեզ նոր փաստերի առաջ կանգնեցրեց։ Տեսանք, որ ինչպես նեոբոլշևիկները 90-ականներին չթողեցին, որ վերջնականապես լուծվի Արցախյան հարցը, Արցախը Հայաստանին ամբողջությամբ միացնելով, այնպես էլ այն նույն նեոբոլշևիկները 5 տարի առաջ մեր բանակի ու պետության մեջքին դավաճանաբար դանակ խրեցին, ստորագրելով մի խայտառակ ու նսեմացուցիչ փաստաթուղթ, որը ուղիղ սպառնալիք է հանդիսանում մեր անկախ պետականությանը։ Նոյեմբերյան հանցագործները շարունակում են իրենց հայրենադահ բոլշևիկ պապերի գործը, իսկ մենք հայ ազգայնականներս պարտավոր ենք շարունակել մեր ազատամարտիկների գործը, միշտ վառ պահելով նրանց անմահ հիշատակը։ Նրանց ազատատենչ օրինակները մեզ շարունակում են ոգևորել ու հուսադրել, որ ամեն ինչ դեռ կորած չէ, ու մենք կարող ենք նորից ոտքի կանգնել, կրկին անգամ դառնալով մեր թշնամիների ահ ու սարսափը։ Նրանք մեզ ցույց են տվել, որ կյանքում կարևորը ոչ թե այն է, թե որքան ուժեղ ես կարողանում հարվածել, այլ այն, թե ինչպես ես կարողանում ուժեղ հարված ստանալուց հետո նորից ոտքի կանգնել, առաջ գնալ ու ավելի հուժկու հակահարված տալ թշնամուն։